կկատարիր գնումների ձյան համակարգի խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Հայաստանում տեղի ունեցող ընտրական գործընթացները մեր հանրության համար կարծես թե հետին պլան է մղել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները։ Օրերս Իրանի եւ Իսրայելի միջև վերսկսվեց փոխադարձ հարվածը, որոնք դադարեցին 26 թվականի ԱՄՆ-ի եւ Իրանի միջև տեղի ունեցած ռազմական էսկալացիայից հետո հայտարարված հրադադարից հետո, որն ուժի մեջ էր մտել 26 թվականի ապրիլի 8-ին Պակիստանի միջնորդությամբ եւ դրան հաջորդել էին բանակցություններ։ Ռազմական գործողությունների վերսկսման պատճառ դարձավ այն, որ Իսրայելը շարունակում էր հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին ու մասնավորապես Հեզբոլլահի դիրքերին։ Իրանի բոլոր զգուշացումները, որ այդ հարվածները պետք է դադարեցվեն, արդյունք չտվեցին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ, սակայն երեք կողմերը կրկին պարտավորվեցին դադարեցնել կրակը։ Ըստ Թրամփի, Իսրայելն ու Իրանը միմյանց հանգիստ կթողնեն առնվազն 1 շաբաթ։ Մենք շատ լավ զրույց ունեցանք Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Նրան հարցակվեցին, նա պատասխանեց, եւ ես չեմ կարող նրան մեղադրել, բայց հիմա նրանք որոշել են դադարեցնել։ Այսպիսով նրանք պարզապես միմյանց հանգիստ կթողնեն եւս 1 շաբաթ կամ մոտավորապես այդքան, ասել է Թրամփը։ Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ զգուշացրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Ավելի լավ է շատ զգույշ լինեք ձեր գործողություններում, քանի որ շատ շուտով կարող եք միայնակ հայտնվել Իրանի դեմ, ասել է Թրամփը նրան։ Երեկ Իրանի հետ նոր բախման սկսվելուց ի վեր առաջին անգամ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մամուլի համար հայտարարությամբ է հանդես եկել։ Եթե մենք չվերցնեինք Խամենեին, այսօր այստեղ չէինք լինի։ Իր ճեպազրույցը բացել է Նեթանյահուն, ընդգծելով, որ Իսրայելը թույլ չի տա Իրանին ձեռք բերել միջուկային զենք։ Նա նաև նշել է, որ Հեզբոլլահը պլանավորել էր ներխուժում Գալիլեա հազարավոր ահաբեկիչների հետ, ինչպես նաև Իսրայելի քաղաքների ռմբակոծություն հազարավոր հրթիռներով ու արկերով։ Մենք խափանեցինք այս ծրագիրը եւ վերցրինք Նասրալլահին, ասել է Իսրայելի վարչապետը։ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը շարունակում են ոչնչացնել Հեզբոլլահի ենթակառուցվածքները։ Իրանը եւ Հեզբոլլահը ավելի թույլ են, քան երբևէ, իսկ մենք ավելի ուժեղ ենք, քան երբևէ, բայց մեր պայքարը նրանց դեմ դեռ չի ավարտվել, նշել է նա, հավելելով, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իրանը եւ Հեզբոլլահը փորձել են Իսրայելին նոր բանաձև պարտադրել։ Նրանք կարծում էին, որ կկրակեն Իսրայելի վրա Լիբանանից ու Իրանից եւ մենք չենք պատասխանի։ Սա տեղի չի ունեցել եւ տեղի չի ունենալու, ասել է Նեթանյահուն։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը X սոցիալական ցանցում գրել է, որ իր երկրի առաջնահերթությունը ազգային անվտանգությունն ու խաղաղությունն է։ Մենք անզիջում կպաշտպանենք ազգի իրավունքները եւ չենք նահանջի որևէ սպառնալիքի առաջ։ Դիվանագիտությունն ու պաշտպանությունը ազգային ուժի երկու թևերն են։ Մենք չենք լքում մարտադաշտը, ոչ էլ լքում ենք բանակցությունների սեղանը։ Միասնության եւ առողջ բանականության շնորհիվ Իրանը հաջողությամբ կհաղթարի այս փորձությունը, ասել է նա։ Իրանական Կարմիր մահիկի ընկերության խոսնակ Մոջթաբա Խալեդին հայտնել է, որ իսրայելական ուժերը երկուշաբթի օրը առնվազն 12 հարված են հասցրել Իրանի տարածքին։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Իրանի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության գլխավոր տնօրեն Ջաֆեր Միաթֆարը հայտնել է, որ Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված վերջին հարվածների հետևանքով վիրավորվել է 15 մարդ, սակայն զոհեր չկան։ Եվ այս պահին զրուցելու եմ Իրանի հարցերով զբաղվող լրագրող Ռուբիկ Մինասյանի հետ։ Մինասյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ։ Այս հրադադարը, կարճատև հրադադարը ձեր գնահատմամբ որքանով է կենսունակ, որքանով է հնարավոր ուրեմն դրա վերսկսումը այս փուլում, պարոն Մինասյան, ընդհանուր առմամբ ինչպիսին է ձեր գնահատականը, ինչու էր պետք այդ, այսպես ասած, կարճաժամկետ բախումը։ Ես իհարկե նաև շատ Իրանի ներսից վերլուծաբաններ այն եզրակացության են եկել, որ այս հարձակումները Իրանին պետք էր ներքին իմաստով հասարակությանը ինչ-որ բան բացատրելու, այսինքն քանի որ ենթադրվում է, որ ամերիկյան կողմի հետ արդեն մոտ է բանակցությունների ավարտը եւ այդ փաստաթուղթը, այսպես կարելի է ասել, այնքան էլ այսինքն դժվար է լինելու այդ փաստաթուղթը ներկայացնել Իրանի հասարակությանը, ուստի Իրանին պետք էր նման մի քայլ կատարել, որով կարդարացնի արդեն համաձայնագրով ստորագրված
կետերը եւ կկարողանա դրանք բացատրել իր կողմնակիցներին հասարակության մեջ։ Ես չեմ կարծում, որ սրացումների գնա կամ շարունակվի պատերազմը, եթե ամեն ինչ այնպես լինի, ինչպես որ այսօր կա եւ ենթադրվում է, որ արդեն մյուս շաբաթ, ինչպես Տրամպն է ասել, համաձայնագիրը ստորագրվի կամ համենայն դեպս պատրաստ լինի եւ ներկայացվի հանրությանը։ Այսինքն չեք բացառում, որ հենց մյուս շաբաթ այդ համաձայնագիրը Իրան-Միացյալ Նահանգներ կկնքվի։ Ինչպես Տրամպն է հայտարարել երկու շաբաթյա, այսինքն ժամանակահատված է ճշտել, ես էլ կարծում եմ, որ գալիք երկու շաբաթվա ընթացքում համենայն դեպս, եթե նույնիսկ չկնքվի, դա արդեն պարզ կլինի, թե համաձայնագիրը ինչի մասին է եւ Իրանը պարտավոր կլինի դա ներկայացնել հանրությանը, որովհետեւ ներքին իմաստով Իրանում միշտ դեմ են գնացել այն բանին, որ ընդհանրապես միջուկային զիջում չկա այդ համաձայնագրի մեջ եւ մենք հաղթած ենք այդ համաձայնագրով եւ այլն, բայց գիտենք, որ մյուս կողմից Տրամպը հակառակն է պնդում, որ այդ համաձայնագրով Իրանը ստանձնում է, որ միջուկային զենք չի կարող ունենալ այլևս։ Ես կարծում եմ արդեն դա մյուս շաբաթ պարզ կլինի եւ երբ որ պարզ լինի, արդեն ստորագրումը երևի օրերի խնդիր կլինի։ Տեսեք, պարոն Մինասյան, դուք նշեցիք Իրանում հասարակական տրամադրությունները նաև ստուգելու միտված քայլեր էին, իսկ տրամադրությունները ինչպիսին են հիմա Իրանի ներսում, որովհետև գիտեք, այդ երկիրը տեղեկատվության առումով շարունակում է այսպես ասած փակ մնալ, ձեր ուսումնասիրությունները ինչ են ցույց տալիս, օրինակ Իրանում վերջին ամիսներին թե պատերազմի ընթացքում, թե դրանից հետո ներհասարակական տրամադրություններում փոփոխություն եղել է, թե ոչ։ Իհարկե վերջին օրերին կարելի ասել, որ ինտերնետի հասանելիությունը մի քիչ բարելավվել է, գոնե կարողանում ենք կապ հաստատել Իրանի հետ կամ Իրանից կարողանում են մեզ հետ կապ հաստատեն եւ հասանելիությունը կարելի է ասել, որ համենայն դեպս նախապատերազմյան օրերին չի վերադարձել ինտերնետի հասանելիությունը, բայց կարելի է ասել, որ բարելավվել է։ Իրանում հասարակության, այսինքն տրամադրությունը, այնինչ որ հասարակությունն սպասողական իրավիճակի մեջ է եւ բոլորը հենց այս համաձայնագրին են սպասում, բոլորը ուզում են հասկանալ ի վերջո պատրաստ լինեն պատերազմի, թե պատերազմ չի լինելու է համաձայնագիր, եւ այդ իրավիճակը ամեն ինչի վրա, այսինքն Իրանի հասարակության կյանքի բոլոր շերտերի վրա ազդում է, խանութպանից մինչև, ասենք, ավելի մեծ գործարարներ անելանելի վիճակում են եւ բոլորի հույսը գալիք շաբաթներն է, որ հայտարարվի համաձայնագրի մասին եւ կարողանան վերադառնալ նորմալ կյանքի։ Իհարկե Իրանում նաև հասարակության մոտ այսպիսի մի հարց կա, թե այդ համաձայնագիրը վերջի վերջո ով է հաստատելու, այսպես ասած, ով է ստորագրելու, եթե ստորագրելու է Մոջթաբա Խամենեին, որին դեռ ոչ ոք չի տեսել եւ իր ինչպիսիությունը ոչ ոք չդիտի, դա ոնց է լինելու, կամ եթե խորհրդարանն է հաստատելու, դա քանի որ խորհրդարանն էլ իր նիստերը on-line է կազմակերպում, այդպիսի հարցեր դեռ հասարակության մեջ շատ կան, որ կարծում եմ արդեն դրանք էլ մյուս շաբաթ կպարզաբանվեն հասարակության համար, համենայն դեպս Իրանի կառավարությանը դժվար օրեր են սպասվում, որովհետև հեշտ չի լինելու այդ համաձայնագիրը ներկայացնել հասարակության որոշ խավերի, որոնք իրենց կողմնակիցներն են, որովհետև նրանց մոտ նաև խնդիր է առաջանալու, որ 40 տարի դուք մեզ զրկանքների եք ենթարկել, ասելով, որ ատոմային հնարավորություններ ենք ստեղծում, բայց մի համաձայնագրով դրանք բոլորը հանձնում եք։
Հետաքրքիր է, պարոն Մինասյան, ներքին այս փաստորեն բարդ իրավիճակում նշում եք նաև, որ հասարակությանը հեշտ չի լինելու ներկայացնել այդ համաձայնագիրը, հնարավոր են օրինակ կադրային փոփոխություններ, որովհետև հիշում եք դա նախորդ շաբաթ էր նշվում, որ Փեզեշքյանը հրաժարական է տվել, այսինքն տարբեր նաև տեղեկատվական այսպիսի ուրեմն լուրեր էին շահարկվում, հնարավոր է օրինակ նոր վերադասավորումներ կամ նույն համաձայնագրից հետո այդպիսի ուրեմն ճնշման ալիք լինի։ Տեսեք, այնինչ երևում է շատ պարզ Իրանի հարցում, նույնիսկ դրսից, պարզ է, որ կորպուսը ամեն ինչ իր ձեռքն է վերցրել և փորձում է և ներքին քաղաքականությունը և արտաքին քաղաքականությունը ինքը վարել Իրանի և անցյալ շաբաթվա Փեզեշքյանի հրաժարականի լուրն էլ հենց դա էր փաստում, որ Փեզեշքյանը ասում էին, որ այդպիսի մի նամակ է գրել Մոջթաբա Խամենեիին, որ այսպես չի լինի, ես ոչ մի բան չեմ կարող անել, ես ոչինչ որոշող չեմ, և ամեն ինչը կորպուսն է որոշում և կորպուսն է գործադրում, Համենայն դեպս ես կարծում եմ, որ այսպես էլ շարունակվելու է առայժմ և կորպուսը, քանի որ Մոջթաբային արդեն կարելի է ասել, որ իրենց հարող դեմք էր Իրանում, Մոջթաբայի միջոցով ամեն ինչը փորձելու է կորպուսը իր ձևերով անել, միթե են, որ ինչ-որ ներքին բաներ փոխվեն Իրանում, որը կարճաժամկետում ես չեմ տեսնում։ Պարոն Մինասյան, քանի որ որևէ մեկը չի տեսել Մոջթաբա Խամենեիին, ձեր գնահատմամբ եւ անդադ խոսել ենք պատերազմի առաջին հենց օրերից, որ նա ծանր վիրավոր է, հիմա էլ վատառողջ է, հնարավոր է պարզվի, որ նա ընդհանրապես որևէ որոշման վրա ազդեցություն չի կարողացել ունենա։ Այո, ինչու հնարավոր չէ, Իրանում անհնարին բան չկա, այսինքն ոչ միայն Իրանում, ոչ դեմոկրատական համակարգերում ամենայն դեպս անհնարին բան չկա, հնարավոր է մի օր էլ այդպիսի բան պարզվի, որովհետև նախքան Խամենեիի մահանալը, այսպես ասած, Իրանում ընդհանրապես Մոջթաբային համեմատում էին արաբական շեյխերի հետ և ասում էին, որ ինքը շատ ավելի առաջադեմ հայացքներ ունի, շատ ավելի շակերտների մեջ այսինքն կարելի ասել, որ ինքը պահպանողական, այդ աստիճան պահպանողական չէ, ինչքան որ հայրն է, բայց հիմա մենք տեսնում ենք լրիվ այլ Մոջթաբա, հնարավոր է, որ ինչ-որ ժամանակ հետո պարզվի, որ ինքը ընդհանրապես տեղյակ չի եղել այս իրադարձություններից։ Պարոն Մինասյան, ըստ էության մենք առաջիկայում առաջիկա 10-օրյակը բավականին այսպես լուրջ բեկումնային փոփոխություններ են սպասվում Իրանի կյանքում, ընդհանրապես այդ համաձայնագիրը եթե կյանքի կոչվի, իսկ բացառում եք, որ այն ուղղակի ինչ-որ կետից ուրեմն չկոչվի կյանքի։ Ես կարծում եմ, որ Տրամպը գտել է Իրանին այսպես կոչված վերջին հարված հասցնելու միջոցը և դա ծովային շրջափակումն էր, որ Տրամպը կիրառել է Իրանի նկատմամբ, անհամեմատ ավելի քիչ ծախսատար պատերազմի համեմատ և ավելի մեծ արդյունքների հասնող միջոց է այդ ծովային շրջափակումը և Իրանում էլ արդեն հասկացել են, որ այդ ամենից խուսափելու համար միանշանակ է, որ պետք է գնան Ամերիկայի հետ բանակցությունների և դրական է արդյունքով բանակցությունների, որովհետև դրանից այն կողմ իրենք ոչ մի բան չեն կարողանում անել, ոչ նավթ կարող են վաճառել, ոչ կարող են արտահանում կամ ներմուծում ունենալ։ Սա պետք է նաև ունկնդրողները ի նկատի ունենան, որ այն ինչ հիմա տեղի է ունենում, նախկինում Խամենեին
նույնիսկ ուղղակի բանակցությունները Ամերիկայի հետ չեղարկում էր եւ թույլ չէր տալիս նույնիսկ ուղղակի բանակցությունների մասին Իրանում խոսել, բայց հիմա տեսնում ենք, որ այդ բանակցությունները կայանում են, թեև կարելի ասել այնքան էլ ուղղակի չէ, բայց կան որոշ վերլուծաբաններ, որ ասում են, որ արդեն միջնորդները նույնիսկ դուրս են եկել եւ Իրանը եւ Ամերիկան արդեն բավականին լավ կարողանում են ուղղակի իրար հետ բանակցել եւ սրանք բոլորը արդեն փոփոխություններ են, որոնք նախքան պատերազմ ոչ ոք դրանց մասին նույնիսկ չէր կարող մտածել։ Պարոն Մինասյան, ուզում եմ անդրադառնանք ուրեմն վարչապետ Փաշինյանի շնորհավորանքներին, Մասուդ Փեզեշքյանը նույնպես շնորհավորել էր, նշել երկու երկրների բարեկամական ջերմ, ուրեմն արդյունավետ համագործակցությունը, հույս հայտնել առաջիկայում այդ համագործակցությունը ել ավելի կխորանա ու շարունակական կլինի, բայց մենք գիտենք տրիփի հետ կապված Իրանում կային մտահոգություններ ու գիտեք նաև արդեն այսպես գործնական փուլ է այն մտել, Իրանում ինչ պրոցեսներ են ուրեմն նոր հայտարարություններ կլինեն, թե չեն լինի, Իրանը ուրեմն ստացել է իր հարցերի պատասխան այս մասով, թե ոչ։ Ես կարծում եմ Իրանում խնդիրները տրիպի հետ չեն եւ չէին իմ պատկերացմամբ կամ այնինչ ես եմ ընկալել Իրանի որոշ շրջանակների հետ խոսելուց, իրենց խնդիրը այնտեղ Ամերիկայի անունն է, այսինքն իրենք ցանկացած պրոյեկտի մեջ, որ Ամերիկայի ինչ որ հետք են տեսնում, արդեն դրա դիմաց իրենք կարելի ասել, որ չեն կարողանում արդեն այդ բարիերը անցնել, որ կարելի է նաև ամերիկյան ինչ որ պրոյեկտ իրենց սահմանների մոտ լինի։ Ես կարծում եմ, որ խնդիրը դրանում է, իրենք տրիպի ոչ նախագիծն են ուսումնասիրել եւ դրանից առաջ չեն գնացել, այսինքն Ամերիկայի անուն, որ տեսել են եւ այս պրոյեկտը հայկական եւ Հայաստան-ամերիկյան համատեղ պրոյեկտ լսելով դրա մասին արդեն իրենք առաջել չեն գնացել, որովհետեւ կան շրջանակներ, որոնց հետ երբ խոսում ես, իրենք նույնիսկ զարմանք են հայտնում, թե ինչպես կարելի է Իրանը չմասնակցի այս պրոյեկտին եւ բաց թողնի նման շանսը, նման ճանապարհ, նման հնարավորություններ ստեղծող ճանապարհը իրեն սահմաններից անցնի եւ Իրանը մասնակից չդառնա։ Ես կարծում եմ, որ այս համաձայնագիրը ստորագրելուց հետո նաեւ իրենք կվերադառնան Թրիփին եւ ավելի լուրջ կուսումնասիրեն եւ իրենց դիրքորոշումները կփոխեն հավանաբար։ Շնորհակալ եմ պարոն Մինասյան։ Խնդրեմ։ Զրուցում էի Իրանի հարցերով զբաղվող լրագրող Ռուբիկ Մինասյանի հետ, այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։